Որոշում կայացնել ընդամենը երկու բառ է, բայց մտածում ու հասկանում ես, որ երևի ամենաբարդ արտաբերվող ու հոգեբանորեն ամենադժվար տրվող բառերից են։ Կարևոր որոշումներ ընդունելու ճանապարհին ուր ասես, որ չի հասնում մարդու երևակայությունը, ինչպես ասես չեն խառնվում իրար մտքերը։ Լուրջ որոշումները ստիպում են մարդուն ծանրութեթև անել, գնահատել բազմաթիվ գործոններ, տատանվել ու պարզապես մտածել։ Եվ իհարկե որոշումներ կայացնելու ճանապարհին պակաս կարևոր չեն հարազատ մարդկանց խորհուրդները, բայց միայն այն մարդկանց, որոնք իսկապես հասկանում են ինչն է կարևոր տվյալ անձի համար։ Նրանց խորհուրդները, ովքեր ուզում են երջանիկ տեսնել իրենց սիրելի մարդուն։ Հաճախ հաջողության են հասնում մարդիկ, որոնք հաստատակամ են իրենց որոշումներում, որոնք գիտեն ինչ են ուզում եւ առավել եւս ինչպես են ուզում հասնել իրենց նպատակին։ Հենց այս ամենը հաշվի առնելով մեզ դիմող մարդկանց միշտ հարցնում ենք. վստահ են արդյոք, որ ճանապարհի կեսից չեն մտափոխվի։ Վստահ են արդյոք, որ որոնումների կարևոր փուլ մտնելուց հետո ոչ մի արտաքին գործոն չի ստիպի հրաժարվել առաջ շարժվելուց։ Եթե փնտրելու որոշում եք կայացրել, ապա մեր հաղորդումը դիտելու որոշումը նույնպես ճիշտ է։ Եթերում սպասիր ինձն է։ Բարի երեկո, մենք սկսում ենք հերթական թողարկումը։ Երբ դիմում եք մեր նախագծին, ձեզնից շատերին հյուրընկալվում են մեր նկարահանող խմբերը, իսկ ոմանց էլ հրավիրում ենք հեռուստատեսություն մասնակցելու հերթական թողարկման տեսագրությանը։ Այս թողարկումը բացառություն չէ, քանի որ կրկին հյուր ունենք։ Համեցեք։ Եկեք ծանոթանանք, ներկայացեք և պատմեք, թե ում եք փնտրում։ Տղայիս եմ փնտրում, Էդիկ Սարգսյանն եմ ես, տղայիս եմ փնտրում, Մոսկվայում են իրանք։ Դե իրար հետ ապրել ենք, հիմա հետո ես եկել եմ իրանք ընդեղ են, էլի, հիմա ձեր միջոցով ուզում եմ տեսնեմ իրան մի անգամ։ Երբ է ծնվել ձեր որդին, ինչ է նրա անունը։ Արման անունը 1997 թվականի հոկտեմբերի 6-ին ա ծնվել։ Եթե ճիշտ եմ հասկանում, ինչ-ինչ հանգամանքներով դադարել եք համատեղ բնակվել ձեր տիկնոջ հետ, արդյոք այս ընթացքում երբևէ կապի մեջ եղել եք երեխայի հետ։ Մի քանի անգամ եղել ա ու տես կտրվել ա։ Հաստատ Մոսկվայում պետք է լինեն։ Հասցե բան չգիտեմ։ Քանի տարեկան էր ձեր որդին, երբ վերջին անգամ տեսել կամ շփվել եք նրա հետ։ 5 տարեկան էր համարյա, ես որ եկել եմ, էլի, հիմա 27 տարեկան է հաստ։ Իսկ դուք երբ մտածում եք ձեր տղայի մասին, իսկ ես տեսնում եմ, որ շատ հաճախ եք մտածում, ինչ եք հիշում, ինչպիսին էր նա, ինչպիսին է պահպանվել ձեր հիշողության մեջ։ Հարկավոր է իմանալ նաև նրա մոր անուն ազգանունը։ Մայրամ անունը մոր, բայց ազգանունը կարող փոխած լինի Աստրալյանն էր ինքը, բայց հիմա կարող փոխել է, չգիտեմ։ Այսինքն մյուս կողմից ցանկություն չկա, որ երեխան ձեզ հետ շփվի, հա։ Չէ, պետք է որ լինի, չգիտեմ։ Դուք միշտ Հայաստանում եք եղել, նա գիտեր հասցե կամ տվյալ, որով կարողանար ձեզ գտնել։ Քանի անգամ հեռախոսով խոսացել ենք ու տես կտրվել ամեն ինչ։ Բայց պատմած կլինի հաստատի մասին էլ, որ ես եմ իր իսկականը։ Ես պետք է խնդրեմ, որ հաղթահարելով հուզմունքը դիմեք ձեր որդուն, պատկերացրեք, որ հենց նա է ձեզ տեսնում եւ ասեք այն, ինչ ցանկանում եք։ Չէ, Արման ջան, ուզում եմ մի անգամ տեսնեմ։ Լավ կլինի, որ տեսնենք իրար։ Կարոտ, հուզմունք, ամեն ինչ կա, չէ։ Ինչ որտեղ զղջում։ Դե հա, պետքա չլներ, բայց դե եղել է ինչ կարաս անես, կյանքը ամեն ինչ կարում է մարդու հետ լինի, ամեն ինչ հաղթահարելի է, չէ։ Ես նաև կռահում եմ, որ ինչ-ինչ բաներ ձեր մեջ հաղթահարել եք, որպեսզի այսօր այստեղ գաք մեզ մոտ, դրա համար պետք է ձեզ ասենք շնորհակալություն և հույս հայտնենք, որ մեզ կհաջողվի տեղեկություններ հայթայթել ձեր որդու մասին։ Շնորհակալություն։ Աստրախանի որոնողական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը «Սպասիր ինձ» նախագծին է դիմել խնդրանքով գտնելու խորհրդային Հայաստանում ծնված և գերեվարության մեջ մահացած հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ազգականներին, որպեսզի նրանց փոխանցի հայտնաբերված փաստաթղթերը։ Ահա նրանցից մի քանիսի անունները։ Շտանով Իվան Մատվեի, ծնված 1922 թվականի մայիսի 2-ին, Կալինինո գյուղում։ Գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 3-ին Ձերժինսկի մատույցներում,
Մահացել է գերության մեջ 1942 թվականի փետրվարի 23-ին։ Ուղարկավորված է Չեխիայում, Լոմնիցե բնակատեղիում։ Կազարով Վարդան Արշակի, ծնված 1910 թվականին Շահումյանի շրջանում, կնոջ անունը Վարանիկ Կազարովա։ Գերեվարվել է 1942 թվականի հուլիսի 2-ին Ղրիմում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի մարտի 18-ին։ Ուղարկավորված է Դալում ճամբարային գերեզմանատանը։ Ղազարյան Ջանիբեկ Այբիլյանի, ծնված 1918 թվականին, գերեվարվել է 1942 թվականի օգոստոսի 29-ին Գրոզնիի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գալուստյան Ռուբեն Սալիբեկի, ծնված 1920 թվականին, գերեվարվել է 1941 թվականի օգոստոսի 23-ին Նիկոլաև քաղաքի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի հունիսի 6-ին տուբերկուլյոզից։ Ուղարկավորված է Կայզեր Շտայնբրուխ ճամբարային գերեզմանատանը։ Քամալյան Իսահակ Խաչատուրի, ծնված 1923 թվականին, գերեվարվել է 1942 թվականի հունիսի 15-ին Սևաստոպոլի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի հոկտեմբերի 18-ին տուբերկուլյոզից։ Ուղարկավորված է Բերգեն Բելզեն գերեզմանատանը։ Կապրանով Ալեքսեյ Իվանի, ծնված 1922 թվականին, մոր օրիորդական ազգանունը Կարաևա։ Գերեվարվել է 1941 թվականի հոկտեմբերի 28-ին Վյազմա քաղաքի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականին։ Ուղարկավորված է Ցայթայնի ռուսական գերեզմանատանը։ Մկրտչյան Միհրան Մկրտչի, ծնված 1903 թվականին Աշտարակի շրջանում, գերեվարվել է 1942 թվականի մայիսի 9-ին Ղրիմում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի հունիսի 8-ին տուբերկուլյոզից։ Ուղարկավորված է Լեհաստանում Սեդլցեի գերեզմանատանը։ Ծատինյան Գալուստ Աբգարի, ծնված 1920 թվականի մարտի 15-ին Ակներ գյուղում, գերեվարվել է 1942 թվականի ապրիլի 3-ին Մինսկի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի մայիսի 31-ին մենինգիտից։ Ուղարկավորված է ներկայիս Չեխիայի տարածքում Էգեր քաղաքային գերեզմանատանը։ Մերքումյան կամ Մելքումյան Սարիբեկ Անդրեասի, ծնվել է Ալավերդու շրջանում, մոր օրիորդական ազգանունը Իոնեսյան, գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 1-ին Մոգիլյովի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի նոյեմբերի 3-ին ռազմագերիների լազարեթում տուբերկուլյոզից։ Ուղարկավորված է Ալտենգրաբովի գերեզմանատանը։ Մինասարյան Մնացական Հարությունի, ծնված 1919 թվականի մայիսի 15-ին, գերեվարվել է 1941 թվականի օգոստոսի 19-ին, անհետ կորած է համարվել 1941 թվականի նոյեմբերից։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի փետրվարի 28-ին, ուղարկավորված է Վյուրտենբերգի ճամբարային գերեզմանատանը։ Այսօր ուզում ենք անդրադառնալ մի ցավալի խնդրի, որը շատ հաճախ լուրջ խոչընդոտ է դառնում մեր հաղորդման նկարահանումների համար։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հայտատուի հարազատները փորձում են խանգարել, թույլ չտալ նրան սպասիր ինձ նախագծի միջոցով որոնելու որևէ մեկին։ Ավելին, երբեմն սկսում են միջամտել այն ժամանակ, երբ նկարահանումներն արդեն իրականացրել ենք, ու պահանջում են եթեր չհեռարձակել պատրաստի թողարկումը։ Պատճառները տարբեր են, արդարացումները ևս։ Բայց կա արդյոք արդարացում նման միջամտության համար։ Դժվարանում եմ անկողմնակալ պատասխան գտնել այս հարցին։ Գուցե յուրաքանչյուրն իր տեսանկյունից է նայում, սակայն այս դեպքում առաջնային են հենց հայտատուի զգացումները եւ ցանկությունները։ Իրոք, ինչը կարող է արդարացնել մեկին, ով իր ընտանիքի անդամին պարզապես արգելում է հայտ ուղարկել սպասիր ինձին, իմանալով, որ դրական արդյունքը կերջանկացնի նրան։ Առավել զայրացնող են այն դեպքերը, երբ այդ նույն ընտանիքի անդամները սկսում են սպառնալ մեր խմբագրության աշխատակիցներին։ Ցավոք, տհաճ այս երևույթը տեղ ունի մեր կյանքում։ Եվ դա ստիպում է մեզ եթերից հիշեցնել, որ սպասիր ինձը հեռուստանախագիծ է։ Եթե մեզ հետ պայմանավորվածություն եք ձեռք բերել, ապա դրանով թույլ եք տվել հանրայնացնել ձեր պատմությունը, անկախ դրա ելքից։ Ինչպես դա արել է այսօրվա մեր հայտատուն։ Նոր տեսանյութը կդիտենք հենց հիմա։ Ես եւ եղբայրս միշտ ենք նկարում այն տունը,
որտեղ մենք ապրում էինք ժամանակին մեր ծնողների հետ միասին, երազելով, որ մի օր այդ պատկերը, որը մենք փոխանցում էինք թղթին, անպայման իրականություն կդառնա։ Գուլինյանների տան պատուհանները կոտրված էին, ձմռանը վառարան չկար, երբեմն նույնիսկ հագուստ ու սնունդ չունեին, բայց իրենց երջանիկ էին համարում։ Ընտանիքում բացականներ չկային, բոլորը միասին էին։ Կայանեի եւ եղբոր Գևորգի հայրական տունն Իջևանում էր։ Հայրիկն աշխատում էր, մայրիկը զբաղվում էր երեխաների խնամքով ու տնային գործերով։ Երեխաներն անդադար խաղում էին, տանը, բակում, սպոսնում էին այգում, երեկոյան հեքիաթ էին լսում ու միմյանց ծիծաղեցնելով մոռացության տալիս սովի զգացումը, որ կարողանան քնել։ 2003 թվականին ամեն ինչ փոխվեց։ Երեխաները մայրիկի հետ տնից հեռացան, տեղափոխվեցին տատիկի մոտ։ Ավելի ուշ պարզվեց, որ ծնողներն ամուսնալուծվել են։ Այսպես էինք նկարում մեր տունը, ինչպես պահպանվել էր մեր հիշողություններում։ Ես, եղբայրս, մայրիկս, հայրիկս, մերձակա այգին, արևոտ եղանակը, ամպերը։ Առավոտյան արթնանում էինք, երբ որ տանը ուտելիք է լինում, նախաճաշում էինք, հետո իջնում էինք այգի, մայրիկս մեզ հաճախ էր տանում զբոսանքի։ Իմ եւ եղբորս հարաբերությունները բավականին մտերմիկ էին, շատ լավ էին։ Եղբայրս միշտ ինձ խնդրում էր տանել իրեն հայրիկի մոտ։ Մայրիկս միշտ դրական պատմություններ էր պատմում հայրիկիս մասին, ասում էր, որ նա ձեզ շատ էր սիրում, շատ էր հոգ տանում ձեր մասին, թե խնամքի առումով, թե որպես ընկեր, թե որպես հայր։ Միշտ ասում էր, որ խնդիրը չի եղել հայրիկի մեջ, ձեր հայրը շատ լավ մարդ է եղել։ Հայրիկը մի ուրիշ աշխարհ էր մեզ համար, միշտ իր հետ էինք խաղում, իր հետ շատ կապված էինք։ Երբ ծնողներն ամուսնալուծվեցին, Գայանեն 3 տարեկան էր, Գևորգը 2։ Նրանք մայրիկի Ալայի հետ բնակություն հաստատեցին Դիլիջան քաղաքում։ Քանի որ երեխաները շատ փոքր էին, Ալան աշխատել չէր կարող։ Ֆինանսական խնդիրները ստիպեցին ծանր որոշում կայացնել։ Երեխաներին ժամանակավորապես հանձնել Վանաձորի մանկատուն։ Եղբայրս բավականին զսպված էր, խելացի էր, նա ինձնից թեկուզ 1 տարի փոքր էր, բայց նա իմ կարծիքով ավելի լուրջ էր մոտենում այն խնդրին, որով որ մենք ունեինք եւ ավելի շատ էր գիտակցում։ Ես պատասխանում էի նրան, որ մի օր այդ գեղեցիկ օրը կգա եւ մենք կրկին կվերադառնանք մեր տուն, մեր բնակավայր, կխաղանք նորից այն խաղերը, որոնք որ խաղում ենք մեր հայրիկի, մեր մայրիկի հետ միասին։ Նա նույնիսկ օրերով հաց չէր ուտում կարոտից եւ ես ստիպված էի նրա խաղերի միջոցով կերակրել, որպեսզի չնի արեր կամ իր մեջ ուժ գտնել, պայքարելու, սպասելու, համոզում էի, որ մի օր մեր ծանողները միասին կլինեն եւ առաջվա նման երջանիկ կապրենք բոլորս միասին։ Բայց ճակատագիրը մեզ էլ ավելի բաժանեց։ Եղբայրս շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, ընդհանրապես գնդակների հետ կապված յուրաքանչյուր խաղ նա սիրով խաղում էր, ինչպես եւ իմ աղջիկը բավականին շատ էր սիրում, այդ առումով շատ նման էր քերին։ Նա սիրում էր այսպես կափարիչներով խաղալ, ինչպես եւ իմ աղջիկը այդ առումով կրկին նման էր քերին։ Նա բոլոր խաղալիքները կթողնի եւ միայն կափարիչներով կխաղա։ Մայրիկը պարբերաբար այցելում էր նրանց, ժպտում էր ու ասում քիչ մնաց, շուտով տուն կգնանք։ Բայց 2008 թվականին Ալան ծանր հիվանդացավ, տեղափոխվեց հիվանդանոց։ Այդ ընթացքում մանկատուն հաճախ բարերարներ էին այցելում։ Նրանց շարքում ամուսիններ կային, որոնք Ալայի թույլտվությամբ խնամում էին Գևորգին։
երեխայի համար նվերներ գնում։ Նրան տանում էին զբոսանքի, հետո մանկատուն վերադարձնում։ Ալլայից ստորագրություն ստանալու համար մանկատան աշխատակիցն ամեն անգամ գնում էր հիվանդանոց։ Մի օր էլ նա իր հետ տարավ երեխայից հրաժարվելու փաստաթուղթը։ Նա Ալլային ոչինչ չասաց ու չբացատրեց։ Վերջինս էլ սովորության համաձայն ստորագրեց փաստաթուղթը։ Ալլան օրեր անց իմացավ, որ տղային որդեգրել են։ Հիշում եմ վերջին դրվագը, երբ նրանք անձրևոտ եղանակին նստեցրին մեքենան եւ տարան ու այլևս հետ չվերադարձան։ Հետո երբ մայրիկս եկավ մեզ տեսնելու, տեսավ, որ եղբայրս չկա, միայն ես եմ։ Դիմեց աշխատակիցներին, չստացավ իր հարցի պատասխանը, տնօրենությանը չստացավ իր հարցի պատասխանը, ասացին, որ դու ստորագրել ես հրաժարականի թուղթ, այդ թղթով դու հրաժարվել ես քո երեխայից, գնացել է դրանից հետո մարզպետարան, էլի մի քանի այդպես վայրեր, այլևս ոչինչ չեն կարողացել անել, որովհետև ասել են, որ արդեն դու ստորագրել ես եւ մենք ոչինչ չեն կարող փոխել։ Գևորգին որդեգրող մարդկանց գտնել այդպես էլ չհաջողվեց։ Երկար հարցուփորձից հետո Ալլային մանկատանն ասացին, որ նրանք երեխայի հետ երկրից հեռացել են։ Գուցե դա ասվեց Ալլային որդու հետքից շեղելու համար։ Գուցե եւ ոչ։ Նա ինձ անվանում էր Յայա, քանի որ Գայան է, անունը չէր կարողանում արտասանել, այդպես ես իր Յայան էի։ Ես կարողանում էի պարզ խոսել, Գևորգ էի ասում իրեն, բայց հետո որ բացատրեցին, տանը խոսում էին արդեն ոնց գտնենք, ինչ անենք, իր անունը արդեն փոխված կլինի, ազգանունը արդեն փոխված կլինի, ես գիտակցաբար, որ իր անունը փոխել էին, ուղղակի մինչև օրս ասում եմ իրեն ապերը։ Պատկերացնում եմ նրան բավականին բարձրահասակ, քանի որ նա իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նման է եղել իմ պապին, մայրիկիս հորը, ինձ մոտ տպավորվել են իր կանաչ աչքերը, շիկահեր մազերը, բավականին փոխված եւ գեղեցկադեմ տղամարդ կլինի արդեն 22 տարեկանում։ Այս երկար տարիների ընթացքում չի եղել այնպիսի մի օր, որ ես չհիշեմ քեզ ու չխնդրեմ ասում քո իմ կյանք վերադառնալու մասին։ Խնդրում եմ, եթե կտեսնես այս տեսանյութը, անպայման արձագանքիր։ Որքան եք դուք պատրաստ սպասել հարազատ մարդու հետ հանդիպմանը։ Ինչ եք պատրաստ անել այդ ցանկալի օրը հնարավորինս մոտեցնելու համար։ Ում եք պատրաստ վստահել նրան գտնելու պատասխանատու գործը։ Եթե բոլոր այս հարցերի պատասխաններն արդեն ձեր մտքում ուրվագծված են, ապա մենք մեր հերթին պատրաստ ենք լսել դրանք։ Ոչ միայն լսել եւ անցնել առաջ, այլ շատ արագ սկսել գլխավորը, որոնման գործընթացը։ Իսկ եթե դեռ վստահ չեք, կասկածներ ունեք կամ հարցեր, որոնց պատասխանները ստանալուց հետո միայն կկարողանաք որոշում կայացնել, ապա այս դեպքում եւս պատրաստ ենք օգնության հասնել խորհուրդներով եւ մանրակրկիտ բացատրություններով։ Առաջին ու երևի ամենակարևոր խորհուրդը, որ կարող ենք տալ այս պահին, ժամանակ չկորցնելն է։ Ցավոք, բազմիցս են եղել դեպքեր, երբ հենց ժամանակի կորուստը պատճառ է դարձել, որ սիրելի մարդիկ այլևս չհանդիպեն։ Ժամանակը մեր ունեցած միակ անդառնալի ռեսուրսն է, ու որքան էլ ցանկանանք, այն հետ շրջել չենք կարող։ Հենց դա է պատճառը, որ մենք անընդհատ հորդորում ենք, եթե գիտակցում եք, որ ուզում եք գտնել ձեր կյանքում կարևոր մեկին, ապա արեք դա րոպե առաջ։ Մի հետաձգեք, քանի որ յուրաքանչյուր հետաձգված օրը կարող է ճակատագրական լինել։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր որոնման հայտերին։ Մեզ դիմելու եղանակները տեսնում եք ձեր էկրաններին։ Դրանցից մեկով էլ մեզ դիմել է մի հեռուստադիտող։ Ծանոթանանք նրա պատմությանը։ Ես Գրիգոր Դովլեթյանը փնտրում եմ հորական կողմից քրոջս, ում անունը Քրիստինա է, ազգանունը ամենայն հավանականությամբ Կիրակոսյան, իմ հորական ազգանունով։ Ես մորական ազգանունով եմ գրանցվել։
Լուսանկարում քույրս Կրիստինան, մայրը Վալենտինան եւ Վալենտինայի եղբայրն է Վալոդիա անունով։ Ցավոք սրտի ունեմ քրոջիցս միայն տվյալ լուսանկարը եւ հայրիկից պահպանված գտել եմ մեկ լուսանկար։ Որոնվող Կրիստինայի ծնողները Կամոն եւ Վալենտինան ծանոթացել են Ռուսաստանում Կամոյի զինվորական ծառայության ժամանակ։ Ամուսնությունից հետո Կամոն Հայաստան չվերադարձավ։ Կնոջ հետ բնակություն հաստատեց Ալթայի երկրամասի Պլոտավա գյուղում։ Կրիստինան ծնվեց 1981 թվականին։ Ֆիզիկապես կարող եմ պատկերացնել ավելի շատ հայի նման արտաքնապես, քան ռուսի, ենթադրում եմ դա, որովհետև հորաքույրս որոշակիորեն նկարագրել է նրան։ Ճիշտ է, չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել, բայց անկախ ինձնից ինչ-որ հարազատական զգացում բնականաբար կա։ Ընտանիքն առաջին անգամ Հայաստան եկավ, երբ Կրիստինան 7 տարեկան էր։ Կամոյի ծնողները, քույրն ու եղբայրը Երևանում էին ապրում։ Ուրախ հանգիստը սակայն մի քանի օր տևեց։ Մի առավոտ Կամոն ու Վալենտինան վիճեցին։ Կինը հավաքեց ճամպրուկն ու դստեր հետ հեռացավ ամուսնու տնից։ Վիճաբանության պատճառն անհայտ մնաց։ Կամոն ոչինչ չբացատրեց։ Կնոջն ու դստերը հետ բերել չփորձեց։ Ընտանեկան որոշակի հարցերի շուրջ չեն հասկացել եւ որոշել են շարունակել իրենց համատեղ կյանքը, առավելևս հիմա, երբ հայրս չկա, իհարկե չեմ ցանկանա որևէ բացասական կարծիք արտահայտել, բայց ամեն դեպքում եթե անգամ սխալվել են ծնողները տվյալ հարցում, բնականաբար դա չի կարող անդրադառնալ իմ եւ քրոջս հնարավոր հարաբերությունների վրա։ Մենք որևէ կապ չունենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել մոտ 30-40 տարի առաջ։ 1990 թվականին Կամոն ամուսնացավ երկրորդ անգամ։ Ծնվեց Գրիգորը։ Առաջին կնոջ եւ դստեր մասին Կամոն ընտանիքում չէր խոսում։ Քրոջ գոյության մասին Գրիգորն իմացել է հոր մահից 4 տարի անց, 2011 թվականին։ Հորաքույրը պատմեց. Հերթական զրույցներից մեկում ուղղակի նա ասաց, որ ունի շատ կարևոր բան ասելու, որ ես ունեմ քույր հորական կողմից, որը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում է ապրում եւ որ ինքը որևէ այլ տեղեկություն չունի։ Եվ վերջին մի քանի տարում ես հասկացա, որ իրոք անհրաժեշտ է գտնել քրոջս, որովհետև դա արյունակից հարազատ է եւ բնականաբար չի կարող լինել այնպես, որ որևէ կապ չլինի եղբոր եւ քրոջ միջեւ։ Բավականին բարդ իրավիճակ էր, հասկանալով, որ որևէ տեղեկություն չկա քրոջս մասին։ Գրիգորն ունի միայն մեկ լուսանկար, որում քույրն է պատկերված։ Գիտի, որ նա ծնվել է 1981 թվականին։ Ենթադրում է, որ Կրիստինան այժմ էլ ապրում է Ռուսաստանում։ Գրիգորը փորձել է ինքնուրույն որոնել քրոջը, սակայն որևէ արդյունքի չի հասել։ Կրիստինային գտնելն արդեն անհնար է թվում։ Ցանկանամ իմանալ ինչպիսի իրավիճակում է նա հիմա գտնվում, արդյոք ինչ մասնագետ է, ինչով է զբաղվում, մեծ հետաքրքրությամբ կներկայացնեմ Հայաստանը իրեն, քանի որ ինքը եւս կիսով չափ ազգությամբ հայ է, մեծ քանակով թեմաներ կունենանք զրուցելու եւ անցյալից եւ ներկայից, եւ որ ամենակարևորն է ապագայից։ Կրիստինա, եթե դիտում ես այս տեսանյութը, խնդրում եմ կապ հաստատիր ինձ հետ, ես եւս ամեն տարբերակ գործարկել եմ եւ կգործարկեմ, որպեսզի կապ հաստատեմ քեզ հետ։ Բավականին հաճելի է իմանալ, որ դու ունես արյունակից հարազատ, բայց չափազանց տհաճ է նաեւ իմանալ, որ դու որևէ տեղեկություն չունես նրա մասին։ Խնդրում եմ, չնայած մենք երբեք չենք հանդիպել, բայց ես քեզ շատ եմ սիրում եւ կցանկանամ, որպեսզի մենք շփվենք։ Մարդկանց կարող է թվալ, որ որոնողական աշխատանքներ իրականացնելը բարդ գործ չէ։ Պատմեցիր պատմությունդ, սպասեցիր, երբ քեզ կճանաչի հեռուստադիտողներից մեկը եւ վերջ։ Բայց եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, ապա որոշ որոնումներ չէին տևի տարիներ։ Բայց այդ ամենին պետք է պատրաստ լինել։ Չէ՞ որ սպասված արդյունքը մոռացնել է տալիս ամեն տեսակի դժվարություն։
Ինչով ավարտվեցին այս որոնումները, կիմանանք տեսանյութից, դիտենք միասին։ Անունս Քրիստինա է։ Ես ծնվել եւ ապրում եմ Նովոսիբիրսկ քաղաքում։ Քրիստինան իր հայրիկի մասին գրեթե ոչինչ չգիտի։ Անունը Կամոն է, ապրել է Երևանում։ Տեղեկություններն այսքանով եզրափակվում են։ Հայրիկիս 2-3 լուսանկար եմ տեսել մայրիկիս մոտ։ Դրանցից մեկն արվել է, երբ նա դեռ ծառայում էր բանակում։ Մյուս 2 լուսանկարները, եթե չեմ սխալվում, արվել են մեր բնակարանում։ Այդքանն է, այլ լուսանկարներ կամ տեղեկություն ես չունեմ։ Քրիստինայի մայրը Վալենտինան, ինչպես նաև մյուս հարազատները Կամոյի մասին երբեք չեն խոսում։ Աղջիկը սակայն հիշում է, որ մայրիկի հետ եկել է Երևան, տատիկի, պապիկի և մյուս ազգականների հետ ծանոթանալու։ Այնտեղ մեզ լավ դիմավորեցին։ Որքան հիշում եմ, ապրում էինք հորաքույր Կիմայի տանը։ Առաջին անգամ Երևանում մետրո նստեցի։ Կարուսել տեսա։ Հիշում եմ նաև, որ շատ էի հավանել սուրճը։ Արդեն չեմ հիշում, թե ով էր պատրաստում, բայց ինձ շատ էին սուրճ խմեցնում։ Հիշում եմ, մայրս էլ զայրանում էր, որ ես ուզում էի, ինձ էլ տալիս էին։ Այդքան եմ, այլ հիշողություններ չունեմ, փոքր էի։ Ավելին չեմ հիշում։ Հետո բոլորի հետ կապը խզվեց։ Քրիստինան այլևս ոչ հայրիկին հանդիպեց, ոչ էլ մյուս հարազատներին։ Ցանկացած երեխայի հետաքրքրում է, թե որտեղ են իր ծնողները։ Բնականաբար ինձ մոտ էլ հարցեր առաջանում, որտեղ է հայրս։ Անկեղծ ասած, արդեն չեմ էլ հիշում, թե ինձ ինչ էին պատասխանում։ Ամենայն հավանականությամբ հարցերիս պատասխանները չէի ստանում, և հետագայում այլևս հարցեր չէի տալիս։ Կյանքում լինում էին այնպիսի պահեր, հատկապես դեռահասության տարիքում, երբ հայրական հոգատարության, աջակցության կարիքն էի ունենում։ Իհարկե ուզում էի, որ կողքիս լինի, բայց այդպես չեղավ։ Պարզապես երազում էի, որ ինձ համար դժվար պահերին նա հայտնվեր ինչպես հեքիաթում։ Այդպիսի մտքեր էի ունենում։ Բայց չեմ մեղադրել նրան, նման բան երբեք չի եղել։ 2025 թվականին Քրիստինան «Սպասիր ինձ» հաղորդաշարից իմացավ, որ եղբայրը Գրիգորը իրեն է փնտրում։ Ես շատ ուրախ եմ, որ գտել ենք իրար։ Հիմա ստացվում է եղբայր ունեմ։ Մեկին կորցրել եմ, մյուսին գտել։ Այլևս ոչինչ չէր կարող խանգարել սպասված հանդիպմանը։ Մենք ամեն բան հաշվարկել էինք այնպես, որ գտնվելու մասին նորությունը իրոք անակնկալ դառնա։ Եվ ստացվեց։ Կարծում եմ, սիրելի հեռուստադիտողներ, դուք ուզում եք րոպե առաջ իմանալ, ինչպես կայացավ հանդիպումը, անկեղծ ասած մենք էլ։ Գրիգոր, ինչ եք զգում, երբ դիտում եք «Սպասիր ինձ» հաղորդաշարն ու տեսնում, որ որևէ մեկը գտել է իր հարազատին։ Բնականաբար հուզմունք եւ չբնորոշեմ նախանձ բառով, բայց բնականաբար մոտիվացիա, երևի ավելի ճիշտ կլինի ասել, ավելի եմ մոտիվացվում, որպեսզի ես էլ գտնեմ իմ հարազատին։ Իսկ եթե նույնը ձեր կյանքում տեղի ունենա։ Արձագանքը բնականաբար կլինի բավականին էմոցիոնալ, որովհետև նմանատիպ դեպքեր այնպես չի, որ ամեն օր կատարվում են մարդու կյանքում։ Իսկ իմ ասած նախադասությունը ձեզ որևէ բան չի հուշում։ Չէ, անկեղծ ասած չէր հուշում։ Դրա համար դուք փաստորեն ասացիք, որ մենք որևէ ինֆորմացիա չենք կարող տալ, որ անակնկալը ստացվի։ Գրիգոր, մենք գտել ենք Քրիստինային։ Եվ որտեղ, որ հատվածում։
Ձեր քույրն ապրում է Նովոսիբիրսկում։ Նա հայրիկի մասին գրեթե ոչինչ չգիտի, բայց հիշում է, որ փոքր տարիքում եղել է Հայաստանում։ Փաստորեն ես ճիշտ էի։ Քրիստինան շատ ուրախացավ, երբ իմացավ, որ եղբայրն իրեն է փնտրում։ Անչափ շնորհակալ եմ։ Խոսքեր չունեմ, ուղղակի ես հիմա դժվարանում եմ արտահայտվել, հիմա չեմ էլ բնորոշի թե ինչ եմ զգում։ Սա էմոցիա է, թե այլ բառով կարելի է բնորոշել։ Կուզեք խոսել։ Իհարկե։ Ես չեմ էլ կարող որևէ այլ պատասխան տալ։ Լավ, զանգենք։ Բարի օր, Կրիստինա։ Բարի օր։ Կարծես հեքիաթ լինի։ Հավատս չի գալիս։ Խոսքերով չեմ կարող արտահայտել, թե ինչ եմ զգում հիմա։ Սա հրաշք է։ Անկեղծ ասած, ես վերջերս եմ իմացել, որ քույր ունեմ։ Իսկ դու որևէ տեղեկություն ունեիր։ Ոչ, քո մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Դե բնական է, շփում չի եղել։ Մեր հոր մասին եւս երբեք չի խոսվել։ Շատ լավ հասկանում եմ։ Հավանաբար քեզ համար դա փակ թեմա է։ Իրականում մենք մեղավոր չենք։ Ոչ դու, ոչ ես։ Ես շատ զարմացա, երբ ինձ զանգահարեցին։ Նույնիսկ մտածեցի, որ կատակ է։ Ոչ։ Ընտանիքիդ մասին պատմիր։ Ամուսին, երեխաներ ունես։ Ամուսին չունեմ, երեխաներ ունեմ։ Այսօր ավագ դստերս ծննդյան օրն է, 19-ամյակը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ավագը 19 տարեկան է, կրտսերը 8։ Հուլիսին 9 տարեկան կդառնա։ Ես էլ 2 երեխա ունեմ։ Որդի եւ դուստր։ Օրաքրոջս մոտ մի լուսանկար կար, որի վրա գրված էր Ալտայ եւ բնակավայրի անունը։ Հիմա չեմ հիշում։ Դու այդ լուսանկարում շատ փոքր էիր։ Հենց այդ լուսանկարն ինձ մոտ հայտնվեց։ Ես դիմեցի սպասիր ինձ հաղորդաշարին։ Երիտասարդ էի, 1-2 անգամ հարցրեցի, ինձ չպատասխանեցին։ Ասացին այդ թեման չի քննարկվում։ Մայրիկդ է այդպես ասել։ Դե նա բառացիորեն այդպես չասաց, բայց ակնարկեց, որ ցանկալի թեմա չէ։ Պարզ էր, որ մարդը չի ուզում այդ մասին խոսել եւ վերջ։ Պարզապես հեքիաթային զգացողություն է գտնել քրոջս այսքան տարի անց։ Հենց իմացա, գլխումս միայն այդ միտքն էր պտտվում՝ գտնել քրոջս։ Ահա եւ գտանք։ Այո։ Իդեպ մայրս երբեք դեմ չի եղել։ Նա միշտ ասում էր, որ մենք անպայման պետք է իմանանք միմյանց գոյության մասին եւ շփվենք։ Նա երբեք ոչ մի վատ բան չի ասել այս թեմայով։ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես գտա քրոջս։ Չեմ կարող խոսքերով արտահայտել այն, ինչ զգում եմ հիմա։ Եվ շնորհակալ եմ քեզ, որ համաձայնեցիր խոսել ինձ հետ։ Մնացած հարցերը լուծվող են։ Լավ, ուրեմն այսքանով ավարտենք։ Այո, ես քո հեռախոսը համարը կվերցնեմ, կգրեմ եւ կզանգահարեմ, կխոսենք։ Կապի մեջ կլինենք։ Շատ լավ։ Երբեք որևէ մեկը չի նկատել, որ ես նույնիսկ ամենա նուրբ ձևով որևէ էմոցիա արտահայտեմ, հատկապես երբ որ նկարահանում է ընթանում, բայց սա ուղղակի այնպիսի դրվագ էր, որ անհնար էր էմոցիաները զսպել։ Եվ մեր անակնկալը փաստորեն ստացվեց։ Միանշանակ ես խոսքեր չունեմ։ Անչափ շնորհակալ եմ, ուղղակի շնորհակալություն բառը այդքան էլ տեղին չէ արտահայտելու երախտագիտության այն խոր զգացումը, որ հիմա ես ունեմ ձեր հանդեպ։ Ինչպես էլ պլանավորենք ամեն բան, ինչպես էլ պատրաստվենք, կյանքը միշտ մեզնից մի քայլ առաջ է անցնում ու ինքն է մեզ ավելի հետաքրքիր անակնկալ մատուցում։ Յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ է, եւ գուցե դա է պատճառը, որ մեր նախագիծը այսքան տարի գոյություն ունի, չէ՞ որ մենք էլ մեր հեռուստադիտողների նման երբեք չգիտենք, ինչով ամեն բան կավարտվի։ Ուրախ ենք, որ այս հանդիպումը կայացավ եւ երկարատև որոնումները մնացին անցյալում։ Հավատում ենք, որ առջևում լուսավոր ու երջանիկ ապագան է։ Մեր հաղորդմանը ուշի ուշով հետևում են մարդիկ, որոնց որոնումները դեռ ընթացքի մեջ են։
Հավատացեք, մենք անում ենք ամեն բան, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն։ Մենք գիտենք, որքան եք սպասում ու հավատում, ու հենց ձեր հավատն է ուժ տալիս, որ շարունակենք, չհանձնվենք ու հաջողենք, ինչպես եղավ այսօր։ Հավատացեք ու սպասեք, եւ հաջորդ երջանիկը կարող եք լինել հենց դուք։ Եթերում «Սպասիր ինձ» հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Ցտեսություն։